Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր կխոսենք շարակցական հյուսվածքի հիվանդություններից մեկի մասին, որը կոչվում է կարծրամաշկություն, սկլերոդերմիա։ Այս հիվանդության ժամանակ առաջանում է շարակցական հյուսվածքի կարծրացում։ Դա լինում է մաշկի, որը սահմանափակ այսպես տարածքներ է գրավում եւ լինում է նաեւ ընդհանուր այդ պարագայում գործընթացի մեջ ընդգրկվում են նաեւ մյուս օրգան համակարգերը։ Կարծրամաշկությունը դեռևս լրիվ ուսումնասիրված պարզաբանված չէ եւ նրա առաջացման պատճառները դեռևս անհայտ են, սակայն կան որոշ նպաստող պայմաններ, գործոններ, որոնք խթանում են այս հիվանդության զարգացմանը եւ առաջացմանը։ Դրանք են տարբեր տեսակի վարակային հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները, նյարդահոգեկան ցնցումները, հղիության արհեստական ընդհատումները, դեղորայքային ալերգիան, ինչպես նաեւ վնասվածքները եւ այլը, որոնք կարող են պատճառ հանդիսանալ հիվանդության առաջացմանը։ Հիվանդությունը լինում է սահմանափակ եւ տարածունի ժամանակ ասեցինք ընդգրկում է նաեւ այլ օրգան համակարգեր, այդ իսկ պատճառով անվանում են նաեւ համակարգային։ Սահմանափակ ձևը, որը ընդգրկում է միայն մաշկը, նա ունի նաեւ մի քանի ենթատեսակներ, ենթաձևեր, որոնցից կարևորը եւ հաճախակի հանդիպողը դա վահանիկավոր կարծրամաշկությունն է, որը ընթանում է 3, այսպես ասած, փուլով։ Առաջինը դա առաջանում են մաշկի վրա տարբեր տեսակի կարմրություններ, այտուց, երկրորդը առաջանում են վահանիկներ եւ երրորդը առաջանում է այսպես ասած սկլերոզ, այսինքն մաշկի ապաճում, կարծրացում։ Այս ձևի ժամանակ սկսում է մաշկը, նախ ընթանում է հիվանդությունը աննկատ, առաջանում են մաշկի վրա բաց վարդագույն բծեր, որոնք բավականին մեծ են, կարող են լինել ձվից մինչև ձեռքի ափի մեծության եւ ավելի, մեկ կամ մի քանի մարմնի տարբեր տեղերում մաշկի վրա, դա ունի սպիտակա գորշավուն տեսք, մաշկը դառնում է այդպիսին, այնուհետև սկսում է այդ կենտրոնական շրջանից գունափոխվել եւ այդ վարդագույնը սկսում է գորշանալ մաշկը, առաջանում է կարծրություն մաշկի, դրա համար էլ կոչվում է վահանիկային, վահանի տեսք է ընդունում, փայտանում է մաշկը, իր տեսքը մաշկը կորցնում է, դառնում է փայլուն, հարթ, այստեղ մազային ծածկույթը վերանում է, ինչպես նաև չեն գործում ճարպային եւ քրտնագեղձերը։ Հիվանդությունը այս ընթացքը կարող է տևել երկար ամիսներ, տարիներ, նա կարող է տարածվել, հիմնականում լինում է ստորին վերջույթների վրա եւ առաջանում են վերջի փուլում առաջանում է մաշկի ապաճում, այսինքն ատրոֆիա մաշկի եւ եթե այստեղ միանա նաեւ այսպես ասած տրավման վնասվածքները, ապա կարող են առաջանալ տարբեր տեսակի բորբոքային երևույթներ, բացվեն վերքեր եւ այլը։ Մյուսը տարածուն ձևի ժամանակ, ուրեմն բացի մաշկից ընդգրկում են նաև մնացած օրգան համակարգերը, հոդերը, մկանները, երիկամները, սիրտը, թոքերը, շնչառական համակարգի կարող են ընդգրկվել անոթները եւ նաև գեղձերը, ներքին սեկրեցիայի, հորմոնային այդ գեղձերը։ Այս հիվանդությունը, այս ձևը ընթանում է նախանշաններով։ Հիվանդների մոտ առաջանում է դեպրեսիվ երևույթներ, ենթատենդային ջերմություն, ախտահարում են, վնասվում են հոդերը, առաջանում են հոդացավեր, կարող են լինել
ծակծկոցներ, պարեսթեզիայի երևույթներ, ստորին վերջույթներում, քոր, մզմզոցներ, թմրացություն եւ այլը։ Սա նույնպես ընթանում է 3 փուլով, առաջանում է այտուց, այնուհետև պնդացում եւ ապաճում։ Այսինքն նույնպես առաջանում է սկլերոզ, տարբեր օրգան համակարգերի, ինչպես նաեւ մաշկի։ Այտուցի շրջանում, որը լինում է նախանշանների շրջանում, սկսում է այտուցը, մաշկը ամբողջ օրգանիզմի այտուցվում է, պնդանում է, ծալքեր չի առաջացնում, սեղմելիս բավականին կոշտ է, դեմքը ընդունում է դիմակի տեսք, կարծես թե հիվանդը դիմակ հագած լինի, բերանի ճեղքը փոքրանում է, նեղանում է, այնուհետև անցնում է երկրորդ փուլին, երկրորդ փուլը դա պնդացման շրջանն է, այս երևույթները ավելի խորանում են, մաշկը ավելի կարծրանում է, ընդունում է փղոսկրի տեսք եւ այսպես հարվածելիս կարծես թե փայտի հարվածել։ Բնականաբար դարձյալ ծալքեր չի գոյացնում եւ առաջանում է նաեւ մնացած օրգան համակարգերի ախտահարում։ Սա կարող է տևել ամիսներ, տարիներ եւ այլը եւ անցնում է նաեւ երրորդ փուլին, որի ժամանակ հիմնականում ստորին վերջույթներում եւ մարմնի այլ տեղերում կարող են առաջանալ տրոֆիկ խոցեր, այսինքն երկարատև չբուժվող վերքեր, որոնք կարող են բորբոքվել, թարախակալվել եւ այլը։ Ծանր է այն վիճակը, երբ ընդգրկում է մյուս օրգանները, նա կարող է ընդգրկել նյարդային համակարգը, երիկամները, սիրտը, առաջանում է էնդոկարդիտ, պերիկարդիտ եւ այլը, մկանները, միոսկլերոզ, կարդիոսկլերոզ, առաջանում է պնևմոսկլերոզ, երբ ընդգրկում է թոքերը, այս սկլերոզը այդ հիվանդությունների անվան հետ մեկտեղ ձուլվում են եւ տարբերում ենք այդ հիվանդությունը այս անվանումներով։ Երբ ախտահարվում են էնդոկրին գեղձերը, վահանագեղձը, ապա առաջանում են տարբեր տեսակի ծանր երևույթներ, առաջանում է հիվանդների մոտ մազաթափություն, եղունգները կոտրատվում, թափվում են, մաշկը չորանում է, խանգարվում է նաև հիվանդի մոտ հորմոնալ խանգարման հետևանքով սեռական գեղձերի գործունեությունը, կանանց մոտ դաշտանային ցիկլը, կարող է առաջանալ չբերություն, տղամարդկանց մոտ ամլություն եւ տարբեր տեսակի երևույթներ երիկամներում առաջանում են ծանր երևույթներ ախտահարման այս վիճակի ժամանակ առաջանում է երիկամների անբավարարություն, սրտի կողմից կարող է առաջանալ ինֆարկտ, ուղեղի ինսուլտ եւ այլը, բավականին ծանր ընթացող հիվանդություն է եւ քանի որ պատճառները դեռևս ստույգ հայտնի չեն, ապա ձեռնարկում են բուժման տարբեր միջոցներ, սովորաբար կարևոր նշանակություն ունի վիտամինների օգտագործումը, որովհետև այս ժամանակ օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ աղեր, վիտամիններ, ապա պետք է այս բալանսը կարգավորվի, օգտվում են ներկա բժշկության մեջ կորտիկոստերոիդներից, այսինքն հորմոնալ բուժում է տարվում հիվանդների մոտ տարբեր դեղորայքներով, եթե հիվանդությունը խրոնիկական է, ապա այս կորտիկոստերոիդներից կարելի է չօգտվել, ուղղակի տանել պահպանողական բուժում, նախ պետք է լրացնել օրգանիզմի այդ կորուստները, վիտամինային կորուստը, հատկապես P, PP, K, D, E վիտամիններ օրգանիզմին բավարարել, կանխել կալցիումի կորուստը, մեծաքանակ նատրիումի կալցիումի կորուստը, որը կարող է նաև այս հիվանդության ժամանակ օրգանիզմը ջրազրկել։ Ամեն դեպքում ժողովրդական բժշկության մեջ կան բազմաթիվ ձևեր այսօր, որոնք օգտագործում են այդ հիվանդության ժամանակ, հատկապես դրանք վիտամինային են, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, օրգանիզմի իմունիտետը, կարևոր նշանակություն ունի նաև սննդակարգը, պետք է օգտագործել այնպիսի սնունդ, որը լինի հարուստ աղերով, վիտամիններով, ածխաջրատներով եւ այլը եւ լրացվի այդ պակասը։ Օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ խատուտիկի տերևները, թարմ տերևները խատուտիկի, ադուվանչիկ կարող եք աղալ, հյութը օգտագործում եք
100 գրամ օրվա ընթացքում 1-2 անգամ 2-3 շաբաթ տևողությամբ։ Լավ արդյունք է տալիս նաև սխտորը։ Աղացած սխտորին խառնում եք խնձորի քացախ և քիչ քանակությամբ մեղր։ Այս բոլորը խառնելուց հետո օգտագործում եք 1 ճաշի գթալ օրը 2-3 անգամ ուտելուց առաջ։ Լավ արդյունք է տալիս նաև ոսկե բեղիկը, զալատոյ ուս։ Ոսկե բեղիկի այդ ոգեթուրմը կարող եք օգտագործել, ինչպես եք պատրաստում ոսկե բեղիկի, մենք ոսկե բեղիկի մասին խոսել ենք ձեզ հետ, այդ բեղիկները, որը պետք է լինի 9 հատ և ավելի, իհարկե կարող եք վերցնել ավելի պակաս քանակությամբ, 9 հանգույց պետք է ունենա, կարող է լինել նաև պակաս, չի խանգարի, կտրատում եք, լցնում եք օղու կամ 70%-անոց սպիրտի մեջ, թողում եք մնա 21 օր, որից հետո կարող եք քամել և օգտագործել 30-ից 40 կաթիլ 1 ճաշի գթալ ջրի հետ խառնած, կամ կարող եք ոսկե բեղիկի այդ բեղիկները, նաև տերևները միասին աղում եք, հյութը քամում եք և օգտագործում եք 1 թեյի գթալ օրը 2-3 անգամ քաղցած վիճակում։ Այս բոլորով հանդերձ կարևոր նշանակություն ունի նաև հիվանդի հանգիստը, ներվային համակարգի, պետք է զերծ լինել, այսինքն եթե կան որևէ վարակային հիվանդություններ, պետք է բուժել այդ հիվանդությունները, պետք է քչացնել կամ վերացնել արհեստական ընդհատումները։ Հիվանդությունը լինում է նաև կլիմաքսի շրջանում, ապա այս շրջանում պետք է տալ այնպիսի դեղորայքներ, որոնք ավելի հեշտացնում են կլիմաքսի ընթացքը։ Ձեզ առողջություն եմ ցանկանում, հարգելի բարեկամներ, օգտվեք բնությունից, մինչ նոր հանդիպում։